Տղամարդը իր սեփական աղջկանից երեխա ունեցել, երկուսն էլ իմացել են դրա մասին։ 1995 թվականին 21-ամյաց թիվը ծանոթանում է 15-ամյա Ալիսայի հետ եւ նրան համոզում, որ իր հետ փախնի եւ երջանիկ ապագա ստեղծի։ Այդպիսով Ալիսան փախնում է, նրանք ամուսնանում են թաքուն բոլորից եւ շուտով նա ունենում է երեխա, սակայն չկարողանալով երեխային պահել, ինչպես նաեւ ամուսնու կողմից անդադ տարբեր դավաճանությունները բացահայտելով, կինը որոշում է նրան հանձնել մանկատուն։ Աղջկան որդեգրում է, նա շատ բարվոք պայմաններում ապրում մեծանում է, իսկ Ալիսան անընդհատ մեկ բաժանում է ամուսնուց, մեկ նորից միանում նրա հետ։ Տարիներ անց աղջիկը պարզում է իր իսկական հորն ու մոր գտնվելու վայրը, նրանց հետ սկսում շփվել եւ շատ լավ շփում ունենալուց հետո որոշում տեղափոխվել նրանց մոտ։ Նրանք միշտ ապրում էին համարյա թե կռիվ եւ դավերի մեջ, ինչպես նաեւ շատ միջին պայմաններում էին ապրում։ Մի քանի տարի անց մայրը նկատում է, որ աղջկա եւ հոր միջև ինչ որ ընկերական կապ է ստեղծվել եւ սա դառնում է ավելի շատ boyfriend ու girlfriend հարաբերություններին, ինչպես նաեւ աղջիկը շատ դեպքերում հորը ոչ թե որպես հայր է ընդունում, այլ որպես իր ընկեր, կողակից։ 2017 թվականին մայրը գողանալով աղջկա նոթատետրը, օրագիրը, պարզում է, որ նա սիրահարված է իր հորը, ինչպես նաև ունեցել սեռական հարաբերություններ։ Իր աղջիկը հղիանում է հորից, այս ամենը իմանալով նա իրար փորձում է բաժանել եւ աղջկան ուղարկում իրեն որդեգրած ծնողների մոտ, սակայն հայրը դժգոհ լինելով այս ամեն ինչից փորձում է ամեն կերպ ետ վերադարձնել իր երեխային եւ աղջկան։ Քանի որ աղջիկը արդեն չափահաս էր, նրանք ամուսնանում են հոր հետ եւ միասին տեղափոխվում ապրելու, իսկ մայրը դուրս է գնում տանից եւ փորձում ամեն կերպ դատանի միջոցով նրանց բաժանել, սակայն դա այլևս իրավական դաշտում չէր։ Մեկ տարի անց դատանը վերջապես որոշում կայացրեց, որ նրանց պետք է բաժանեն։ Սթիվը այս ամեն ինչին չդիմանալով աղջկա հայրը գնում է եւ սպանում է իր կնոջը, սպանում է իր աղջկան, նրա որդեգրած հորը, ինչպես նաեւ խեղդելով սպանում 7 ամսական իր երեխային։ Այսպիսի բաներ մեկնաբանություններում կարող է կիսվել ձեր կարծիքով։